Մի անգամ ինքնաթիռով թռնում էինք, մեկ էլ սկսեց շատ ուժեղ ցնցվել։ Գիտես, երբ որ ցնցվում է, դու նայում ես աշխատակիցների են, ուղեկցորդների դեմքերին, երբ որ նորմալ ամեն ինչ դու ես նորմալ անում, բայց երբ որ տեսնում ես իրենց դեմքն էլ արդեն աննորմալ, քո վիճակն էլ է դառնում աննորմալ։ Ու տեսանք, որ իրանք էլ են վախեցած, հասկացանք, որ լուրջ է ամեն ինչ։ Մի եղբայր, որ մեր հետ էր, հավատքի մեջ եղել էր, բայց մի քիչ մոլորվել էր, տեսա, որ դեմքը այլայլված է։ Դա դեռ այն ժամանակ էր, երբ որ նույնիսկ ամուսնացած չէի ու Լիբանան դեռ չէի գնացել, բայց Աստծուց խոսք ունեի, որ Լիբանան պետք է գնամ։ Ու իմ եղբայրը նրան խորհուրդ տվեց, բոլորս հումորի բնակավարի ներկայացուցիչներ էինք։ Եղբայրս նրան խորհուրդ տվեց, ասեց գնա, եղբորս կողքը նստի, իր հետ լավ է։ Աստված իր հետ խոսացել է, բան չի լինի։ Եկավ մոտեցավ ինձ այդ եղբայրը, ասեց լավ է լինելու։ Ինքը մի քիչ մուգ մաշկ ուներ, դարել էր լրիվ սև։ Չէր կարողանում նստեր։ Ասում էր լավ է լինելու, հաստատ տեղ հասնելու ենք, չէ՞։ Ես ասում եմ ինչի համար ես հարցնում, ասեց եղբայրդ ասեց, որ Աստված քո հետ խոսացել է, որ ինչ որ բան ունես անելու։ Տրամաբանորեն ուրեմն մենք տեղ կհասնենք։ Իր բառերով։ Ասի լսի, եթե տեղ էլ հասնենք, ես կհասնեմ, բայց դու չէ։ Ասի ես Աստծուց խոսք ունեմ, ոչ թե դու։ Էլի եմ ասել, ոնց որ երկնքում այդ օթանավի մեջ բոլորը հավատացյալ են, աթեիզմը այնտեղ վերջանում է։ Ուժեղ մեղքերի թողության sense ամպա բարձրանում օթանավից դեպի երկինք։ Աստված ասում է, տեսնես ես ինչ եղավ, որ բոլորը ապաշխարում են։ Հա, ոտքերը գետնից կտրված է։ Հենց իջնում են գետին, ամեն ինչ ընկնում է իր տեղը, վատ իմաստով։ Նորից շարունակում են իրենց մեղքի կյանքը, մինչև նորից էլի բարձրանան։ Սիրելիներ, մեռնելուց հետո զղջալ չկա։ Մենք պիտի հիմա զղջանք։